Երիկամներ, նրանց կառուցվածքը և ֆունկցիան։ Երիկամները մարդու և ողնաշարավոր կենդանիների արտաթորության զույգ օրգաններն են։ Լոբաձև են, հարթ, վառ դարչնագույն մակերեսով։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողերի մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-ից 1,5 սմ ավելի ցած է, քան ձախը։ Երիկամները շրջապատված են ճարպաբջիջանքով և շարածքահյուսվածքային թերթիկներով, որոնց շնորհիվ պահվում են կմախքի ու մկանների գոյացրած փոսում։ Երիկամները կազմված են բուն հյուսվածքից և երեքական պատյանից, ներքին, այսինքն շարակցական, միջին, այսինքն ճարպային, և արտաքին, այսինքն երիկամի փակեղ։ Երիկամի բուն հյուսվածքը բաղկացած է կեղևային ու միջուկային շերտերից։ Երիկամները կատարում են արտազատիչ ու ներզատիչ ֆունկցիաներ։ Օրգանիզմի ամբողջ արյունը մեկ օրվա ընթացքում 360 անգամ անցնում է երիկամների միջով և զտվում, ազատվում է արյան մեջ կուտակված թունավոր արգասիքներից և աղերի ու ջրի ավելացուկներից։ Երիկամային մարմիններն իրենց հերթին կազմված են մազանոթային կծիկից և այն շրջապատող երկշերտ պատյանից։ Այս նկարում պատկերված է երիկամի կառուցվածքը։ Առաջինը՝ միջուկային նյութ և երիկամային բրգեր։ Երկրորդը՝ արտատար բլթակային անոթ։ Երրորդը՝ երիկամային աորտա։ Չորրորդը՝ երիկամային երակ։ Հինգերորդը՝ երիկամային դարպասներ։ Վեցերորդը՝ երիկամային ավազան։ Յոթերորդը՝ միզածորան։ Ութերորդը՝ երիկամային փոքր բաժակ։ 9-րդը՝ երիկամի ֆիբրոզային պատյան։ 10-րդը՝ երիկամի ստորին բևեռ։ 11-ը՝ երիկամի վերին բևեռ։ 12-ը՝ արբերիչ բլթակային անոթ։ 13-ը՝ նեֆրոն։ 14-ը՝ երիկամային ծոց։ 15-ը՝ երիկամային մեծ բաժակ։ 16-ը՝ երիկամի բրգի գագաթ և 17-ը՝ երիկամային սյունակ։ Նեֆրոնները կազմված են երիկամային մարմնիկներից։ Արտահանիչ միզային խողովակներում առաջնային մեզիչ շաքարը, աղերի մի մասը և ջրի մեծ մասը նորից հետներծծվում են։ Մեկ օրվա ընթացքում երիկամները արտազտում են 1,5 լիտր մեզ։ Երիկամների ներզատիչ գործունեությունը պայմանավորված է նրա արտադրած ռենին հորմոնով, որն ունի անոթասեղմիչ հատկություն և մասնակցում է երիկամային ու արտաերիկամային արյան շրջանառության ֆիզիոլոգիական կարգավորմանը։